Աստծո օրհնությունը լինի յուրաքանչյուրիս կյանքում, ընտանիքում, մեր ազգի, մեր երկրի մեջ, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Կարող ես 2-3 հոգու քաջալերել եւ ասել, այսօր նոր օր է, իմ ուսուցիչում։ Հալելույա։ Հալելույա։ Իրականում ամբողջ քրիստոնյա աշխարհը այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմում եւ Տիրոջ տաճարում։ Կարող ես ասել, թող օրհնյալ լինի Տիրոջ հաղթական մուտքը իմ կյանքում, ընտանիքում, իմ ազգի ու երկրի մեջ, եւ օրհնյալ լինի Տիրոջ մուտքը իր տաճարի մեջ, որը մենք ենք ըստ Սուրբ Գրքի, բոլոր նրանք, ովքեր որ ընդունել են Հիսուս Քրիստոսին եւ Աստծո հոգին, նրանք այսուհետ կոչվում են Աստծո տուն, Աստծո տաճար, եւ թող որ Աստծո օրհնությունը լինի յուրաքանչյուրիս կյանքում, Աստված մուտք գործի եւ մեր կյանքերը նորոգի ու հաստատի իր փառքի համար։ Ամեն։ Հալելույա մեր Աստծուն։ Ուրիշ բան կարծես թե խոսելու բան չկա այսօր եւ հենց մեր կենտրոնացումը կլինի այն որ Հիսուսը իր հաղթական մուտքը արեց Երուսաղեմում, դա Մատթեոս 21 գլուխ 8-ից կգարտանք ժամանակի առումով եւ այնտեղ գրված է որ ժողովուրդը Հիսուս Քրիստոսին, այսինքն թե հենց փառքի Տիրոջը ընդունում է ուրախությամբ եւ ցնծությամբ։ Կարող ես այսօր դու քո սրտի մեջ ուրախությամբ եւ ցնծությամբ տեղ տաս Հիսուս Քրիստոսին, հենց փառքի Տիրոջն, ամեն։ Եվ ասում եմ, ոմանք իրենց հանդերձները հանեցին եւ փրեցին Հիսուս Քրիստոսի առաջին, եւ դա խոսում է այն մասին, որ տվյալ ժողովուրդը գիտակցաբար ընդունում էր Աստծո կողմից օծված թագավորին։ Հիսուս Քրիստոսն է Աստծո օծյալ թագավորը, ինքն է տերերի Տերն, ամեն։ Եվ դրան անդրադառնալով 4-րդ թագավորաց գրքին 9-րդ գլխում հստակորեն շեշտադրված է, որ ժողովուրդը իրանց հանդերձները հանեցին եւ փրեցին Հերուրի առաջին եւ դավանեցին, որ Հեուն է Աստծո կողմից օծված թագավորը։ Գիտակցում ես, որ հրյա ժողովրդի մոտ ընդունված կարգ կար։ Աստծո կողմից օծված թագավորին ընդունում էին այնպես, ինչպես թե հենց հիմի Հիսուս Քրիստոսի, որ հանդերձները հանեցին եւ փրեցին Հիսուսի առաջին։ Ուշադիր եք։ Այո։ Լսում եք ինչ եմ ասում։ Եվ շատ կարևոր է, որ գիտակցենք, որ սա ուղղակի պատահական բան չէ, զգացողություն չէ, որ մարդիկ անում էին, այլ 5 տակարանում արդեն դա փաստացի իրավիճակ էր, որ այդպես էին դիմավորում Աստծո կողմից օծված թագավորին։ Եվ բնականաբար տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսին հենց ընդունում էին որպես Աստծո կողմից օծված թագավոր։ Ոմանք էլ գրված է, որ ոմանք էլ այսպես արմավենու ճյուղեր էին թափահարում եւ պտղաբեր ծառերի ճյուղեր էին թափահարում եւ փռում էին նորից Քրիստոսի առաջին եւ ուրախությամբ ընդունում եւ դիմավորում էին Հիսուս Քրիստոսին, այն միակ ճշմարիտ Աստծուն, մարդացած Աստծուն, որը ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը։ Նորից անդրադառնալով հին ուխտին, մենք տեսնում ենք, որ Ղևտացիների 23:40-ում Աստված պատվիրել էր իր ժողովրդին, որ տոնակատարության ժամանակ ժողովուրդը արմավենու ճյուղերով գան եւ ցնծությամբ տոնակատարություն անեն իրենց Աստծո առաջին։ Նկատում ես, որ Հիսուսին, երբ որ դիմավորում էին, իրենք ժողովուրդը գիտակցաբար ընդունում էր, որ Հիսուսն է Աստծո կողմից ուղարկված այն թագավորը եւ այն մարդացած Աստվածը, որ եկած է փրկություն բերելու ամեն հավատացողին։ Այսինքն այն ինչ որ ժողովուրդն այդպես անում էր Քրիստոսին դիմավորելուց, դա որևիցե կերպով չի առնչվում զգացողության հետ, այլ այդ ամենը առնչվում է նորից Աստծո խոսքի, Աստծո պատգամի, Աստծո հրահանգի հետ եւ բնականաբար ժողովրդի ընկալման հետ, որ ժողովուրդը գիտակցաբար ընդունում էր թե ով է Հիսուս Քրիստոսը։ Ես եւ դու իրան ընդունել ենք մեր կյանքում եւ շատ կարեւոր է որ գիտակցենք ով է ինքը եւ ինչա ինքն արել եւ պատրաստվում է անել մեր կյանքում շարունակաբար։ Ամեն։ Գիտենք, որ
խոսքն ասում է, որ երբ որ Հիսուսը մտավ քաղաքը, ամբողջ քաղաքը դղրդաց։ Քաղաքում ամբողջը խոսում էին Հիսուս Քրիստոսի մասին։ Այսօր էլ Աստված ուզում է, որ մեր ազգը, մեր երկիրը եւ հենց հոգեվոր կենտրոնը, չմիածինը, ամբողջությամբ կենտրոնանա մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Քաղաքը դղրդա, երկիրը, ազգը դղրդա, խոսելով Հիսուսի մասին, ընդունելով Քրիստոսին մեր կյանքում, մեր սրտերի մեջ։ Ամեն։ Գիտես, երբ որ Հիսուսը մտավ քաղաք, խոսք տանում է նրան, որ Հիսուսն անմիջապես անդրադարձավ Աստծո եկեղեցուն։ Այսինքն նպատակը եկեղեցի մուտք գործելն է, եւ մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը մտավ Աստծո եկեղեցին մաքրագործելուն։ Ուզում եմ անդրադառնալ նրան, որ Հիսուս Քրիստոսը իր երկրավոր կյանքում 2 անգամ Աստծո տաճարը մաքրագործեց։ Առաջին անգամ, որ դա կատարեց, դա հենց իր առաջի հրաշքից, առաջի նշանից հետո էր Հովհաննես ավետարան 2-րդ գլուխ 13-ից կարող ենք կարդալ, ասում է, որ պարանից խարազան շինեց եւ զարկելով այդտեղ արևտուր անողներին եւ դուրս հանեց աղավնի վաճառողներին եւ դրամափոխներին դուրս հանեց եւ ասեց, որ իմ հոր տունը արևտրի տուն մի շինեք։ Եվ մենք քիչ հետո կտեսնենք, որ Սուրբ Գիրքը ասում է, որ մենք ամենքս Աստծո տուն ենք։ Լինելով Աստծո տուն, արդյոք մեր կենտրոնացումը հենց Տիրոջ վրա է, Տիրոջ խոսքի վրա է, թե մենք էլ մեր սրտում ինչ որ առումով դրվել ենք, այսպես աշխարհում Տիրող արկուվաճառքին եւ կենտրոնացումը մեր դարձյալ մարմնավոր իրավիճակների վրա, ժամանակավոր իրավիճակների, թե Աստծո կենթանի խոսքին։ Եվ երկրորդ անգամ, որ Հիսուսը մտավ Աստծո տաճարը մաքրագործելուն, դա հենց արդեն 3 տարի հետո էր, որ իր ծառայությունից սկսած 3 տարի հետո էր, որ տեսանք, որ իրան դիմավորեցին փառավոր կերպով եւ աղակում էին Օվսաննա Դավթի որդուն, Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա բարձրունքներում, որ թարգմանաբար նշանակում է, ահա հիմա է Տիրոջ փրկությունը, բարձրունքներից է գալի Տիրոջ փրկությունը, ով Տեր փրկիր մեզ։ Եվ Հիսուսը դրանից հետո արդեն իսկ մտավ տաճար եւ այնտեղ տաճարից դուրս վռնդեց, այդպես է գրված, դուրս վռնդեց արուտուր ալողներին եւ ահավնի վաճառողներին եւ փոխփոխողներին եւ ասեց գրված է։ Այսինքն կենտրոնացումը գրված խոսքի վրա չէր տաճարում եղող քահանաների կամ ժողովրդի կենտրոնացումը գրված խոսքի վրա չէր, իրենք առօրյա կյանքով ապրող մարդիկ էին եւ Հիսուսը նրանց հայացքը կենտրոնացրեց գրված խոսքի վրա, գրված է, որ իմ տունը, որի վրա կանչված է իմ անունը, աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ազգերի համար։ Եվ հետո ասում է, բայց դուք ավազակների ворջ եք շինել այս տունը։ Հիմա Տերն այցելում է ինձ ու քեզ։ Իրականում գալով մեր կյանքի մեջ չէ, որ մենք Աստծո տուն ենք։ Գալով մեր կյանքի մեջ կգովի ինքը մեզ, ինձ ու քեզ, թե նույն խոսքը կխոսի ինչպես այն ժամանակ խոսեց տաճարում մոտ կանելուց։ Առաջի Կորինթացիների 3-րդ գլուխ 16-17 համարներում գրված է. Աստծո տաճարը դուք եք։ Ձեռքդ դիրքով վրա եւ ասա Աստծո տաճարը ես եմ։ Շարունակությունում ասում է, որովհետեւ Աստծո Սուրբ Հոգին բնակվում է ձեզանում։ Եվ եթե մեկը Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետեւ Սուրբ է Աստծո տաճարը եւ դուք եք այն։ Այստեղ տեսնում ենք իրականում սա երանությունը, սա իրականում օրհնությունը, լինել Աստծո տաճար, Սուրբ Հոգու բնակության վայր, բայց միևնույն ժամանակ մեծագույն պատասխանատվություն է, թե ես այդ տաճարը ինչպիսի կարգավիճակում եմ պահում, եւ կարդում ենք Սուրբ գրքում, լսի, նոր կտակարանում
չկա շնորհքի տակ եմ, օրենքից ազատ եմ, չկա այդ ընկալումը, թե ինչպես ուզեմ կապրեմ, որովհետև Աստծո խոսքն ասում է. Սուրբը Աստծո տաճարը եւ դուք եք այն։ Եթե որևիցե մեկը Աստծո կարծում եք, թե մենակի մոտ է գրված։ Եթե որևիցե մեկը Աստծո տաճարը բղծի, ապականին Աստվածը նրան կորստյան կմատնի։ Նույն գրքի 6:19-ից կարդում ենք. Իմացած եղեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որովհետև մեծ գնով գնվեցիք, դուք ձեր անձերի տերը չեք, ուստի փառաբորեք Աստծուն, ձեր մարմններում եւ ձեր հոգում, որ Աստծունն է պատկանում։ Գիտես, այն անձը, որ դու ունես, այն մարմինը, որ դու ունես, այն հոգին, որ դու ունես, այնևս քոնը չի։ Քոնը չի ճիշտ այն պահից, եւ դու Հիսուս Քրիստոսին ասեցիր. «Այո Տեր, ես ընդունում եմ քեզ, որպես իմ Տեր ու Փրկիչ, իմ ամբողջ էությունս պատկանում է քեզ»։ Ամեն։ Amen. Ուրեմն քաղցրս, սիրելիս հարազատս, Տիրոջը պատկանող ամբողջ էությունը սուրբ է։ Որովհետև տոնում ենք այսօր Քրիստոսի հաղթական մուտքը, այո, բայց նաև պիտի վերանայենք, թե ինչքան բաներ կուտակվել է օր-օրի, ժամ-ժամի, կուտակվել է որպես աղտեղություն մեր սրտերում, եւ մենք այդքան էլ հետաքրքրված չենք եղել, որ այդ ամենը վրընդենք մեր կյանքից։ Ոստի Հիսուսն այսօր այցելում է մեր գործն ինքն անելու։ Տաճարից դուրս վրընդելու օտարածին ամեն անաստվածային իրավիճակները։ Կա չէ այսպեսի մի երբ մաքրիր աղտոտ պատուհանը եւ դու որտերը ներս գա։ Այսօր այդ օրն է քաղցր ջան։ Ամեն։ Այսօր այդ օրն է, որովհետեւ Տերը ոչ միայն մտավ քաղաքը, այլ մտավ հենց Աստծո տունը եւ մենք կարդացինք, որ այդ մենք ենք։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն Աստծո Սուրբ Հոգին ընդունած մարդը կան մարդիկ, որոնք ընդունել են Աստծո Սուրբ Հոգին։ Նշանակում է, որ նրանք արդեն դարձել են Աստծո տաճար, եւ ուրեմն Աստծո Սուրբ Հոգին ընդունած մարդը, Աստծո տաճար դարձած մարդը փոխզիջման գնալով աշխարհի ամեն անաստվածային իրավիճակներին, տրվելով գայթակղություններին եւ չկարևորելով Սուրբ Հոգու ներգործությունը, մարդը կամաց իր սիրտը դառնում է ավազակի որջ։ Դրա համար Հիսուսն ասաց, որ արվեստները որչեր ունեն, թրջունները բույններ, բայց մարդի որդին, այսինքն ինքը Տերը գլուխը դնելու տեղ չունի, ինչ որ մեկի սրտում։ Հիմա դու կարող ես ասել, որ ես ընդունել եմ Քրիստոսին, լավ ես արել, բարի, բայց մենք կարդում ենք, որ իրականում բոլոր նրանք, ովքեր որ ընդունել են Սուրբ Հոգին եւ բոլոր նրանք, ովքեր որ Աստծո տաճար են, բայց տրված են գայթակղություններին եւ բոլոր նրանք, ովքեր որ դադարել են Աստծո տունը աղոթքի տուն համարելուց եւ դարձնելուց, նրանք այդ տունը դարձրել են ավազակների որջ։ Սուրբ Հոգին անտեսել են եւ տրվել են մարդկային իմաստությանը, փիլիսոփայությանը ավելի շատ, քան Սուրբ Հոգու գործունեություններին եւ դրանով տրտմեցրել են եւ մարեցրել են Աստծո Սուրբ Հոգին։ Բայց նրանք այն մարդիկ էին, որոնք ընդունել էին Սուրբ Հոգին, որովհետեւ մարդը չի կարող տրտմեցնի Սուրբ Հոգուն, քանի դեռ արդեն իսկ ընդունած չլինի իր կյանքում։ Համաձայն ես։ Ուրեմն եկ որ այսօր տոնելով Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմում կամ հենց Աստծո տաճարում, եկեք որ վերանայենք մեր ընթացքը, եթե ինչ որ մեկերս այո դրվել ենք աշխարհի ներգործություններին եւ սկսել ենք աշխարհի հետ առևտուր անել լինելով Աստծո տաճար, դրվել ենք աշխարհի ներգործություններին ու գայթակղություններին եւ Սուրբ Հոգու դերը փոխել ենք մարդկային փիլիսոփայությամբ եւ իմաստությամբ եւ Աստծո տված արժեքները փոխակերպել ենք մարմնավոր ցանկություններին, ուրեմն պետքա որ վերանայենք եւ ասենք Տեր մաքրիր այդ տաճարը, քոնն է այդ տաճարը, որովհետեւ աղտոտված տաճարի մեջ չի կարա Աստծո բնակությունը։ Դու որ մարդ ես իմ նման մահկանացու աղտոտված պնակից ջուր չես խմի, աղտոտված վայրում չես ցանկանա ապրես, կարծում ես, որ Տերը
կուզենա ապրի մի վայրում, որտեղ որ աղտեղություն էր տիրում։ Հիսուսը մտավ եւ տաճարից դուրս հանեց։ Ինչ կա այսօր քո կյանքում դու որպես տաճար քո սրտում, որ թույլ տաս Տերը հանի էդի քո կյանքից։ Դա կարող է միտք, ցանկություն, զգացողություն, դա կարող է մտածելակերպ, համոզմունք, խշմտանք, սովորություն, բնավորություն, որոնք որ Աստծուն հաճելի չեն։ Պարտադիր չի մեղք, կարող լինի մի սխալ դավանանք, բացասական հռչակում, որը արել ես քո կյանքում եւ դա աղտոտել է քո ամբողջ կյանքը, եւ Տերը այսօր ուզում է մաքրի քեզ։ Քո իսկ դավանությունից, քո իսկ հռչակումից, որը քո կյանքում ավիրվածություններ ա բերել, ուզում է մաքրի եւ քեզ կատարյալ սուրբ բանի իր առաջին եւ իր բնակությունը հաստատի քո կյանքում։ Ամեն։ Հալելույա մեր Աստծո։ Եվ տեսնում ենք, որ Մատթեոս ավետարանում են 21:14-ից տեսնում ենք, որ երբ որ Հիսուսը մտավ Աստծո տաճարը, մաքրեց Աստծո տաճարը ամեն աղտեղություններից եւ անաստվածային իրավիճակներից, այնտեղ շեշտվում է, որ արուծախ ալողներին հանեց, աղավնի վաճառողներին հանեց, ես շեշտեցի, որ եթե աղոթքը բացակայում է տաճարում, ուշադիր ես, Հիսուսն ասեց գրված է, որ իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Լսի հարազատս, աղոթքի բացակայությունը Աստծո տաճարում նպաստում է, որ այդ տաճարը հրի կողքինի տասալսի ես մարդն ինչ ասում, Աստծո տաճարում աղոթքի բացակայության պատճառը նպաստում է, որ այդ տաճարը լինի ավազակների այր, ոչ։ Եվ աղոթքի բացակայության պատճառով մարդը արևտրի մեջ է մտնում աշխարհի ներգործություններից, մարդը անտեսում է Սուրբ Հոգու գործունեությունները, մարդը Աստծո տված արժեքները փոխակերպում է մարմնավոր ցանկություններին, հասկանում ես, եւ հիմա Հիսուսը գալիս է ինձ ու քեզ մաքրելու։ Հարի որ այսօր որոշում կայացնես, որ այսօրվանից քո կյանքը պիտի լեցված լինի աղոթքով։ Ես չեմ խոսում 5 րոպեանոց աղոթքի մասին, ես չեմ խոսում այն աղոթների մասին, որ կարիքի զրկված աղաղակում ես։ Դա նորմալ է, բայց դա առաջնայինը չի։ Առաջնայինը աղոթքը դա Քրիստոսի հետ հաղորդակցություն է, Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն է, որտեղ վայելում ես իր ներկայությունը, սքանչելի քաղցրությունը, իր օրհնությունը եւ զորությունը, ճանաչում ես իր ով լինելը եւ հայտնաբերում ես, թե դու ով ես Քրիստոսի մեջ։ Ամեն։ Դրա բացակայության պատճառով անձը իր սիրտը լեցվում է եւ դառնում է ավազակների որջ։ Ուզես չուզես դա այդպեսին է։ Երրորդ կարգավիճակ չկա, միջինը չկա, կամ աղոթքի տուն ես, որպես Աստծո տուն, կամ կներես փաստացի եմ ասում եւ ճշմարտությունը միշտ էլ ցավոտ է մարդու համար, կամ ավազակների որջ քո սիրտը, որից Տերն այսօր եկել է մաքրելու։ Ամեն։ Իսուսն այսօր էլ իր նպատակն է, որ այսօր էլ Աստծո տաճարը մաքրի ամեն աղտեղությունից, որովհետև տաճարը, որը լեցված է ամեն տեսակ աղտեղությունից, Աստծո փառքի ներկայությունը այդտեղ չի կարագործի։ Եթե գիտես, հիշում ես Աստվածաշնչում, Աստված իր տաճարից գնում էր եւ մարգարեին ասեց, որ ես արդեն դրան մոտ էր, հասկանում ես, մուտքի մոտ էր, բայց այնինչ Աստծո ներկայությունը պիտի լիներ սրբության սրբոցում, բայց նա դուրս էր եկել, մուտքի դրան առաջին էր եւ մարգարեին ասում է. Իմ տունս լեցված է ամեն տեսակ աղտեղությունը։ Եվ ասում է դրան առաջին նախանձի կուրքն էր։ Դե մենք կարող ենք ասել, որ մենք սուրբ ենք, կատարյալ ենք, դե ոչինչ, որ մի քիչ նախանձ ունենք, մեր նախանձը բարի նախանձ է։ Բարի կուրք չկա, քաղցր ջան։ Նախանձի կուրքը պիտի հանվի Աստծո տաճարից։ Ամեն։ Հալելույա։ Եվ երբ որ Հիսուսը մտավ տաճարը, մաքրագործեց տաճարը, ուշադիր լսի, այնտեղ գրված է, որ տաճարում կային կույրեր ու կաղեր, եւ երբ որ Հիսուսը մաքրեց տաճարը, այդ կույրերն ու կաղերը հիվանդները մոտեցան Հիսուսին, լսի, տաճարում եղող աղտեղությունը խոչընդոտ էր, որ հիվանդները մոտենային Հիսուսին։ Դա քո Աստվածաշնչի հերթականությունն է, հերթականությունը ես այս գիշեր չեմ որոշել, այդպես գրված է։
Լսում եք էդ։ Տաճարի մաքրումից հետո, տաճարի ազատագրությունից հետո, տաճարում եղող հիվանդները գրված է կույրեր ու կաղեր։ Սրանք հոգևոր առումով նորից նույնն են։ Մենք կարող ենք լինել Աստծո տաճար, կարող ենք լինել տաճարի մեջ, բայց կարող ենք ունենալ հոգևոր գուրություն եւ կաղ վիճակ, եւ Մարգարեն ասում է, որ Աստծո ժողովուրդը երկու ոտքի վրայով կաղում է, բավական է երկու ոտքի վրա կաղալ։ Ընդունել եք Աստծուն, Աստծո հետևից գնացեք, աշխարհն եք ընտրել, աշխարհի հետևից գնացեք, առևտուրի մեջ մի մտեք Աստծո տաճարը լինելով, առևտուրի մեջ մի մտեք աշխարհում տիրող իրավիճակների հետ։ Ամեն։ Եվ այստեղ տեսնում ենք, որ կույրեր ու կաղերը մոտեցան Հիսուսին, գրված է Հիսուսը բժշկեց նրանց։ Օ, ալելույա։ Հիսուսը բժշկեց նրանց, ամենքին բժշկեց։ Ես ինքը մեր նման չասեց, այդ որ դու կաղ ես, այդ որ դու կույր ես, այդ քո ուրեմն մեղքերի պատճառն է, այդ քո պապայի մամայի մեղքի պատճառն է, կարող է քո տատին պապին գնացել է կախարդի մոտ, տես բան չասեց, չէ, ուզում եմ նա սթափվես, ուզում եմ հատ նայես քո ավետարանը, ճշմարիտ պարզ ավետարանը, որ Քրիստոսից նա գալի քեզ, ամենքին հասանելի, ամենքին բժշկող, ամենքին ազատող։ Եվ այստեղ գրված է, որ Հիսուսը ամեն հիվանդներին էլ բժշկեց։ Դրանցից մեկը կարող ես լինել այսօր հենց դու, քաղցր ջան։ Անկախ նրանից, թե ինչ հիվանդությամբ տառապել ես մինչև հիմա, անկախ նրանից, թե տարիներ բժիշկները քննել են քեզ, բայց չեն հայտնաբերել ինչ հիվանդությունն ես, չեն ախտորոշել քո հիվանդությունը, բայց Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսը բժշկեց նրանց։ Տաճարի մեջ եղող բոլոր հիվանդներին։ Ամեն։ Ալելույա։ Եվ այդտեղ երեխաներն էլ կային տաճարի մեջ։ Երեխաներն էլ աղաղակում էին, հիշում եք, կարծացեք, նայեք, ասում է աղաղակում էին եւ ասում էին Օսանաներ Դավթի որդուն, Օշնյալ է Տիրոջ անունը, եւ գրված է, որ իրանք մանուկները, կաթնակերները օշնաբանում էին։ Այստեղ էլ երեխաներ կան, հենց սկսում ես աղոթել, իրանք ակամայից ձեռքները բարձրացնում են, իրանք այսպես այնպես վայելում են, կարծես թե իրանք հենց հանդիպել են Հիսուս Քրիստոսին ու վայելում են իր ներկայությունը։ Երեխաները ավելի հստակ վայելում են, քան մեզանից շատերս, քաղցրներ ջան։ Այստեղ փառաբանությունը ճոխեթում է, ես նայում ես, ճոխում ես, տրակում ես, ասես վայելում ես, բայց մարդիկ նստած են, ասես տանանինանինանա, Facebook-ի մեջ են, չգիտեմ, այնտեղ ինչ կա էլ YouTube-յան ալիքները, YouTube-յան ալիքը ոնց որ հայ է, սաղին ձգում է, YouTube-յան ալիքների մեջ են, ու կարծես թե վայելում են, լսի, եթե քո սրտում չկա իրական երկրպագություն և փառաբանություն, նշանակում է դու դեռ, լսի ուշադիր, նշանակում է դու դեռ, հենց քեզ եմ ասում, որ դեռ չկա, դու դեռ լեցված ես աղտեղությունով, քո սիրտը ավազակների որջ է, և դու անտուրի մեջ ես աշխարհի հետ։ Դրա համար չես կարողանում փառաբանես։ Հերթականությունը կրկնում եմ, ես չեմ որոշել։ Տեսանք քաղաքի մուտքը եւ տեսանք տաճարի մաքրումը, տեսանք բժշկությունը, ազատագրությունը եւ հետո նոր տեսնում ենք երեխաների օշտնաբանությունը Հիսուս Քրիստոսին։ Ուշադիր ես, քանի դեռ դու չես սկսել իրական երկրպագությունը, ճշմարիտ երկրպագությունը, ինչքան էլ որ դու գոռաս, թե դու հավատացյալ ես, թե դու լույս ես, մեկը դու խավար ես Աստծո աչքին եւ քեզ անում լույս չկա, որովհետեւ դու իրական երկրպագություն չունես։ Երկրպագությունը մենակ փառաբանության խմբի պատկը չի, որ կա այստեղ երկրպագի ու մենք էլ այնտեղ ասենք հլտես ոնց են նոտաներ բռնենք, սխալ նոտաներ բռնենք, չէ, երկրպագությունը սրտից բխած, հերի կողքինիդ ասա լսի, երկրպագությունը սրտից բխած ճշմարիտ գոհություն է եւ միևնույն ժամանակ ապրելակերպ Աստծո առաջին։ Ամեն։ Հալելույա։ Եվ տաճարում կային նաև քահանաներ, տաճարում կային նաև դպիրներ, օրենսգետներ, լիքը։ Եվ երբ որ նրանք տեսան Հիսուսի արած գործերը, եւ լսեցին մանուկների օշտնաբանությունները, նրանք նախանձից դրդված
կրոնի ոգու ազդեցության ներքո հակառակվեցին Հիսուս Քրիստոսին։ Թե բա չես տեսնում ես երեխեքին ինչ են անում։ Լսի, ու Հիսուսն էլ ասեց, ես ինչ եմ ասում լսի, որովհետև պահիտակ միտքդ էթում է։ Դու թեպետ ուշադիր նայում ես ինձ եւ քեզ թվում է եւ դու ուշադիր լսում ես, բայց չես լսում, դու այստեղ չես։ Դրա համար ասում եմ լսի։ Եվ Հիսուսն նրանց ասեց. միթե չեք կարդացել, լսի, քահանաներին ասում, դպիրներին, օրենսգետներին ասում։ Կարծես դու տեսնում ես այստեղ Քրիստոսի խոսքի մեջ հեգնանք կա, օրենսգետների հանդեպ, քահանաների, դպիրների, որոնք ուսուցիչ են հրեաների համար, բայց իրանք դգետ են եւ ինքն ասում է. միթե չեք կարդացել, միթե չգիտեք գրված խոսքը։ Նրանք ովքեր չգիտեն գրված խոսքը, միշտ կհակառակվեն Հիսուսին։ Բայց այստեղ ասում է. միթե չգիտեք, միթե չեք կարդացել գրված խոսքը, որտեղ ասվում է թե երեխաների եւ կաթնակերների բերանով կհաստատեմ քո իշխանությունը եւ զորությունը քո թշնամիների դիմաց, որպեսզի ես նրանց ամոթահար անեմ եւ վրեժխնդիր լինեմ քո թշնամիներին։ Հալելույա, ամեն։ Բառացիորեն Հիսուսն ասում էր, եթե հենց իմի դուք հակադրվում եք ինձ, այս խոսքը վերաբերվում է ձեզ, դուք որպես թշնամի Աստված երկնային Տիեզերքի արարիչը, երկնային հայրը, իմ իշխանությունը հաստատում է այս մանուկների բերանով ձեր դիմաց, ձեզ համար, դուք որպես իմ թշնամին լինելով, Աստված ձեր հանդեպ նախանձախնդիր կլինի եւ վրեժխնդիր կլինի ձեր պահվածքի պատճառով։ Եվ այսօր էլ Աստված ուզում է, ուշադիր լսեցիք, թե ինչի համար էր այդ փառաբանությունը երեխաներին։ Ասում է, որպեսզի հաստատվի քո իշխանությունն ու զորությունը։ Աստված այսօր էլ ուզում է հաստատել Քրիստոսի իշխանությունն ու զորությունը մեր կյանքում, մեր ընտանիքներում, մեր ազգի, մեր երկրի մեջ, հենց Քրիստոսի տաճարի մեջ։ Կարող ես իմի վերանայել այս շեշտած իրավիճակներում, իրոք հաստատված է Քրիստոսի իշխանությունը եւ զորությունը, թե մենք դավանում ենք, որ Քրիստոսի իշխանության եւ զորության ներքո ենք, բայց նաեւ շարունակում ենք ապրել մեր կամքի թելադրանքով, մեր սրտի ցանկությունով, մեր աչքի տեսածով քաղցր ջան։ Դրանց տարբեր բաներ են, հրճակել ուրիշ բան է, դավանել ուրիշ բան է, բայց ապրել հենց այդ ընթացքի մեջ դա ուրիշ բան է։ Հիմա ձերք մի բարձրացրա, բայց ինքդ մտածին, դու արդյոք ապրում ես Քրիստոսի իշխանության ներքո, վարվում ես Քրիստոսի զորության ներգործությամբ, թե նորից շարունակում ես ապրել քո ուզած կյանքով, քո սրտի դրդումով եւ աչքի ցանկությունով։ Դա էլ Աստծո տեսանկյունից աղտեղություն է համարվում, որից այսօր Տերն ուզում է մաքրի ինձ ու քեզ։ Հալելույա։ Գոնե այստեղ մի հատ կարգին սրտանց ամեն։ Ամեն։ Հալելույա։ Այս ճուզելով ես ասում ոնց որ թե։ Հալելույա։ Աստված Հիսուսի միջոցով ուզում է իմ ու քո կյանքում նորոգություն բերի։ Եվ Աստծո նպատակն է, որ ամենքիս կյանքում Քրիստոսի իշխանությունն ու զորությունը հաստատվի։ Ասելի թե Քրիստոսի իշխանությունն ու զորությունը հաստատվի, սա է հենց Քրիստոսի թագավորությունը հաստատվի։ Շատերս հավատում են Քրիստոսին, մենք որպես քրիստոնյա ազգ շատերս հավատում են Քրիստոսին։ Ես ոմանք որ ապաշխարություն են կարծես թե վերապրել, ընդամենը ապաշխարությունը վերապրել է ընդամենը սա է, որ իրենք ուղղակի ժամանակին գնում էին, օրինակ, ես չգիտեմ, մի հատ ուրիշ տեղ, բայց իմի գալիս են եկեղեցի։ Դրանով ապաշխարությունը չի վերջանում քաղցր ջան։ Ապաշխարությունը ճշմարիտ կայանում է սրանում, որ դու ընդունելով Քրիստոսին, Քրիստոսն է նստում քո սրտի գահին, ոչ թե դու։ Ճշմարիտ ապաշխարությունը կայանում է սրանում։ Հիմնային քո սրտի գահին ով է նստած քաղցր ջան, նայա քո Տեր Աստվածը։ Ով ուզում է լինի,
Նայա փաստացի քո Տեր Աստվածը։ Եթե քո սրտի գահին նստած է մամոնան, նայա քո Տեր Աստվածը։ Եթե քո սրտի գահին նստած է աշխարհն իր ամբողջ պղծությունով, միգուցե հիմի ես դառնում եմ քո աչքի գրողը, բայց ժամանակ կգա, որ դու կորցնես ինձ այսօրվա համար, որ ես ուղղակի փաստացի ճշմարիտ կերպով խոսում եմ քեզ, երես առ երես, որպեսզի դու այսօր եւ ընդմիշտ մաքրվես ամեն աղտեղությունից։ Հիսուսի զորավարությամբ։ Ամեն։ Հակոբոս 1:21-ում գրված այսպես, որ դեն գցեք, ինքն ասում է դուք պետք է դա անեք, դեն գցեք ձեզանից ամեն աղտեղություն եւ կուտակված չարություն։ Հակոբոս առաքյալը տեսել էր եկեղեցում մարդկանց, որոնց սրտերը լեցված են աղտեղությունով եւ կուտակված չարություն կար իրանց սրտերում։ Հակոբոս 1:21 նայեք։ Ուրեմն եւ ինքն ասում է դուք դեն գցեք։ Մենք կարող ենք ասել Տեր մաքրիր մեզ, սրբացրու մեզ, բայց խոսքն ասում է դուք դեն գցեք։ Տերն ասում է ես կազատեմ քո թշնամիներից, բայց եթե այդ իրավիճակը դու դեռ թշնամի չես համարում, Տերը չի ազատի քեզ։ Դու այդ խոսքն ես վերցրել, որ սիրիր քո թշնամուն, բայց իմացի քանի դեռ սիրում ես այն իրավիճակը, որ քո մեջ տիրում է, Տերը չի ազատի քեզ։ Ես ճշմարիտ եմ ասում, Աստծո խոսքի, սա իմ ընկալումը չի, սա Աստծո խոսքի հաստատությունն է։ Ուրեմն դեն գցի քո միջից ամեն աղտեղություն։ Աղտեղությունը եւ կուտակված չարությունը պարտադիր չի, որ դա լինի մեղք։ Ես գիտեմ, այն մարդ չես սպանում, չգիտեմ, ես մինչև չես անում, բայց մեղքից ազատագրվելը կամ սրբագործվելը մենակ ինչ որ բաներ չանելը չի։ Ես այնքան մարդիկ կան դժոխքում, որ բարեպաշտ են։ Բարեպաշտության առումով ինձնից ու քեզնից սուրբ են, բայց չունեն Քրիստոսին։ Չունեն որոշում, չեն ունեցել որոշում իրենց սրտերի մեջ տեղ տալու Քրիստոսին։ Չեն ունեցել որոշում իրենց սրտի գահին Քրիստոսին դնելու։ Սրա համար են ընտեղ են։ Ուշադիր ես։ Եվ ինչքան լավ է, որ մենք այսօր որոշում կայացնենք, որ մեր սրտերից հանում ենք այդ աղտեղությունը եւ կուտակված չարությունը։ Մի բան, որ ասեցի, կարա մեղք չլինի, բայց կարա դա լինի հրճակում, մտածելակերպ, հիշողություն անգամ, զգացողություն, խշմտանք, համոզմունք, բնավորություն, այդ ամենից այսօր Տերն ուզում է, որ ես ու դու հրաժարվենք եւ դուրս գցենք մեր կյանքից, մեր սրտից։ Որովհետեւ Տերն ուզում է մեզ տեսնի բժշկված, ազատագրված ամեն անաստվածային ներգործություններից։ Այսօր այդ օրն է։ Եկեք ընդամենը պատմությունը չհիշենք, որ կատարվել է, այլ տեղ տանք Քրիստոսին, որ այդ կատարվածը այսօր կատարվի մեր կյանքում։ Հիսուսն ուզում է մուտք գործի, հաղթական մուտք գործի իմ ու քո կյանքում, իմ ու քո ընտանիքում, իմ ու քո ծառայությունների մեջ, իմ ու քո սրտի սկզբունքների մեջ, իմ ու քո ազգի, երկրի, աշխարհի մեջ եւ հաստատի իր իշխանությունը ու թագավորությունը Հիսուսի զորավոր անունով։ Եղեք օրհնված եւ օրհնության միջոց եւ այս պահը գործածենք, որ ասենք Տեր, այո, մենք փափակում ենք եւ մեր կյանքից աղտոտված ամեն իրավիճակները հանում ենք Հիսուսի անունով եւ ուզում ենք, որ այսօր մենք մեր տուն դառնանք ամբողջությամբ հանձնված քո իշխանությանը եւ քո զորությանը Հիսուսի զորավոր անունով ամեն